Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, ընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչ, հարգելի գործընկերներ, շատ շնորհակալություն այսօր այստեղ գտնվելու եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման ազատազրկումը որպես քաղաքական գործիք, Ավետիք Չալաբյանի գործը եւ մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում թեմայով մեր խորհրդանշական ակցիան լուսաբանելու եւ ակցիային մասնակից լինելու համար։ Այսօր օգոստոսի 12-ն է, երիտասարդության միջազգային օրն է եւ մենք կարող էինք իսկապես նշել երիտասարդության միջազգային օրը, բայց մեր երիտասարդների ապագան վտանգված է, որովհետեւ երիտասարդությանը բնորոշ կարևոր հանգամանքը խոսքի ազատությունը շղթայված է։ Խոսքի ազատությունը, կարծիքի ազատության ձեռքերը այսօր կարճ են եւ կապված են, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում գործում է այնպիսի վարչախումբ, որը թույլ չի տալիս, որ իրենից բացի որևէ մեկ գործիչ կամ այլ խումբ զբաղվեն քաղաքականությամբ։ Հանրության ուղեղը եւ օրակարգը լցնում են տեղեկատվական այնպիսի աղբով, որ մեր օպերատիվ հիշողության տարածքը գնալով փոքրանում է եւ քաղաքական բանտարկյալներին, խղճի բանտարկյալներին արագ ուզում են մոռացության տալ։ Եվ մենք այսօր այստեղ ենք նրա համար, որպեսզի հանրությանը եւս մեկ անգամ հիշեցնենք, որ կան մարդիկ, ովքեր պայքարելով իրենց իսկ ընտրական իրավունքի համար, իրենց իսկ ապագայի համար այսօր հայտնվել են բանտում։ Մեր ակցիայի խորհրդանշական բաղադրիչներից մեկը լրացված խոսափողն է։ Այստեղ կարող էր լինել Ավետիք Չալաբյանը եւ այս խոսափողով խոսել, սակայն Ավետիքը այսօր քանի որ կալանավորված է, այս միկրոֆոնը փակ է եւ սա մատնանշում է, հենց ցույց է տալիս խոսքի ազատության բերանը փակելու այս քաղաքականությունը։ Մյուս բաղադրիչը նամակ Ավետիք Չալաբյանին, ովքեր որ կցանկանան կան մոտենան իրենց բարեմաղթանքը կամ իրենց նամակ, իրենց խոսքը ուղղեն Ավետիք Չալաբյանին։